Ողջույն բարեկամներ, եթե հիշում եք, մոտ մեկ ամիս առաջ էր, որ հայտարարեցի, որ կարծես թե Մոսկվան կատարել է իր ընտրությունը և հրամանը տրված է շարժվել Սամվել Կարապետյանի ուղղությամբ։ Դրա մասին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը և բոլոր գործողությունները տանում են դրան։ Եվ այն հանգամանքը, որ Փաշինյան Նիկոլը վազեց Մոսկվա, ինքը խնդրելով հանդիպում, նախորդ մեկ օր առաջ հայտարարելով, դե բա մենք պիտի խնդրենք, մի հատ մեզ նայեք, Մոսկվային նայեք, մենք պիտի խնդրվենք, որ Պուտինը մեզ ընդունի, մի խոսքով լավ խնդրելուց հետո գնաց, Պուտինը երկար լսեց, նայեց աչքերին, հիշեցեց, որ ինքն է վաճառել Արցախը եւ ամեն ինչին պատասխանատուն ինքն է, չնայած Նիկոլը խոստովանեց, որ ոնց թե ես եմ վաճառել Արցախը, ես ամեն ինչ արել եմ քո հրամանով, քեզ տեղեկացնելով, ընդհուպ մինչև օգոստոսի 8-ին Վաշինգտոն գնալ եք, ես ամեն քայլս զեկուցել եմ, ամեն ինչում արել եմ քո ուզածը, խնդիրն ինչումն է։ Դե ես հետո ասեց եւ Պուտինին տհաճ էր դրան լսել, այնքան որ լսեց ուղարկեց տուն։ Ամեն ինչ հենց տենց էլ կա։ Այն հանգամանքը, որ այսօր կրկին խնդրվում է, հիշեցնում է Պուտինին, որ լսի ես ստեղ եմ, ամեն ինչ անում եմ քո ուզածով, ընդ որում ինագենտ հայտարարեց բոլոր այն իրակապիկներին Կուրսուդյան, Արամ Սարգսյան, Շիրիմյան, ընդեղել ով կա ընդեղ, Սոպիկ Սաֆարյան եւ այլն։ Բոլորին հայտարարեց ինագենտ, որ հանկարծ չփորձեք իմ ու Պուտինի մեջտեղը սեպ խրել։ Խնդրվում է առ այսօր թողեք աշխատեմ, ամեն ինչ արել եմ ձեր ուզածով, ինչ Եվրոպա, ինչ բան, մեր մեջ ոչ մեկ չի կարող մտնի։ Լսենք այս պահ։ Դեռ ինչ է պետք է լինի։ Կառավարության անդամներ, հարգելի գործընկերներ, հատուցում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Պարոն վարչապետ, ընդդիմության արհեստական առաջնորդներից մեկը վերջերս մի ուղերձ էր հրապարակել։ Արհեստական առաջնորդ, հետաքրքիր է, չէ՞։ Ընդդիմության արհեստական առաջնորդ, ինչ է նշանակում արհեստական առաջնորդ։ Բայց դա չի կարևորը։ Կարևորը, որ իրանք նույնիսկ չեն ուզում ասել, որ ընդդիմություն, հա, առաջնորդ ունի։ Նույնիսկ դա արհեստական է։ Որտեղ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը աղքատանալու է, մեր տնտեսվարողները աղքատանալու են եւ մենք ապրելու ենք աղքատ, քանի որ Հայաստանը, եթե ընտրվի Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը պատերազմելու է Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմների մեջ մտնելու։ Մեդիա արշավ, մի ամբողջ խոսույթ, քաղաքական խոսույթ, իրենք սպառնում են պատերազմով թուրքերի հետ, մի կողմը սպառնում է պատերազմով տնտեսական Ռուսաստանի հետ, ինչպես տեսնում ենք, սպառնալիքներով է ողողված, հիմնավորված իրանց լինելը։ Այսինքն սպառնալիքն է մնացել միակ արգումենտը, այլ առաջարկելու բան չունեմ։ Այսօր ուղղված է արհեստականորեն մեր տնտեսվարողներին դեմոտիվացնելու եւ մեր տնտեսվարողների կանխատեսումները սխալ ուղղությամբ տանելու վրա։ Ինչ են մտահոգված նաև տնտեսվարողները, որովհետև այդ տնտեսվարողներն են սրանց փող տվողը։ Հիշում եք, չէ՞, տնտեսվարողների հավաքը, լֆիկ, սասի արտակ, անհամար բան ստացվեց, բայց ոչինչ։ Ինչ կա, հա, եւ այլն։ Նեղված են, որ հանկարծ կարող է տնտեսվարողները ջաջակցեն փողով, որովհետև ես ես վստահեցնում եմ, չկա ավելի դավաճան ու տեղավորվող տեսակ, քան օլիգարխիան։ Ոչ թե բիզնեսմենները։ Բիզնեսմենի համար մեծ հաշվով ինքը, քանի որ ազատ է, կախվածություն չունի։ Չէ, օլիգարխիան, որի կախվածությունը, որի բիզնեսի աճելն ու չաճելը ուղիղ կապված է իշխանության հետ։ Այտենց դրանից ավելի սոսկալի տեսակ գոյություն չունի։ Հիմա սրանց վախն ինչումն է, որ այդ կեղտոտ տեսակը դավաճանելու է իրենց, որովհետև նրանց համար փողը, բիզնես հնարավորությունները շատ ավելի կարևոր են, քան նույնիսկ Նիկոլի կյանքը։ 1000%։ Դա թքած ունենան վերևից ներքև սրանց վրա։ Իրենց մի բան է հետաքրքրում։ Իրենց բիզնեսը շարունակի աշխատել, որովհետև դա բիզնես չի, դա իշխանական մոնոպոլիաների, արտոնությունների վրա հիմնված տնտեսություն է, դա բիզնես չի։ Թեզը հետևյալն է, որ հուլիսի 7-ին ենթադրվում է Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական հուլիսի չէ, հունիսի, բայց ոչինչ։
ինքը հունիսի եւ հուլիսի տարբերությունը չի ասում, սա շարքային ուսապատ կա, որտեղից իմանալ տարբերությունը։ Պայմանագիրը ապա տնտեսական պատերազմ է սկսելու Հայաստանի Հանրապետությունում։ Կխնդրեմ դեր մեկնաբանությունը այս հարցի շուրջ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Անշուշտ։ Այս նախապատրաստած հարցեր դու կտաս այս ձևակերպումով, որ ես այս ամբիոնից հայտարարեմ, որպեսզի Պուտինն ու գործարարները լսեն, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի ժամանակից շուտ լքել խորտակվող ԿՊ-ի նավը։ Լքել որն է, փախեք։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հարցի համար։ Ես կարծում եմ ձեր նշած բազմաքաղաքացին ինքը իր մասին է խոսել, երբ որ խոսել է աղքատացման մասին։ Ես կանխատեսել եմ եւ պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչեւ տարվա վերջ աղքատանալու է, որովհետեւ Իրանից մեծ որ բաները պարտավորություններ է ստանձնել, այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր, այսպես ասած, նոմինալ ունեցած իր ձեռից առնվելու է։ Պարոն Բաղդասարյան, խնդրում եմ ընդունել հաղորդագրություն հանցագործության մասին։ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանը իմ ամբիոնից հայտարարում է, որ իր վարչապետ լինելու պարագայում ինքը գործադարներին միջև տարվա վերջ ձեռքից խլելու է այն ինչ որ իրանք ունեն Հայաստանում։ Դե ձևակերպումը թողում եմ ձեր վրա։ Ոնց ուզում եք ձևակերպեք։ Խնդրեմ ընդունեք հայտարարությունը եւ թարգմանաբար ներկայացնենք բոլոր նրանց, ովքեր գալու են ռուսամետ Նիկոլին փրկեն Ռուսաստանից։ Այս զայնագրությունը նույնպես պետք է թարգմանվի, ուղարկվի անգլերեն բոլոր այն կենտրոններին, որոնք գալիս են Նիկոլին փրկելու ռուսներից։ Եվ նա իր այս կողմից կառավարվող այդ բանի դառնալացում, Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսակ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու։ Եվ ինձ տվյալ դեպքում այդ խոսույթը ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի տերմին կա ԵԱՏՄ տարածքում եւ ոչ միայն ԵԱՏՄ տարածքում կիրառվող օտարերկրյա գործակալի հետ, ով բանի գործակալական գործունեությունը օտարերկրյա ոնց է կոչվում, ազդեցության ոնց է Իատագիտության պատճառով նույնիսկ իր պատրաստած անգիրարած տեքստը, պատվերով հարցը միջևեր չի հիշում։ Դա ոնց է կոչվում։ Օտարերկրյա գործակալ։ Սապոժնիկ։ Հա, այդ օրենսդրական այդ տերմինաբանությունը նկատի ունեմ, էլի, ոչ թե շպիոնաժը նկատի ունեմ, այլ այդ տերմինը, որ ԱՊՀ մի շարք երկրներում, կարծեմ Միացյալ Նահանգներում էլ այս տերմինաբանություն կա, հա, վերջը այդ գործունեությունն է ծավալում, այսինքն փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդ Չնայած այդտեղ ոչ մի կոնֆլիկտ հրահրելու չկա, բայց իր համար կարևոր է դրա մասին խոսալը։ Բանը, որովհետև նախ Հայաստանի 2018 թվականին հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք ինչեր էին ասում։ Ասում Հա, մենք հիշում ենք։ Մենք հիշում ենք դու ինչ էիր ասում։ Որ Հայաստանը պետք է ԵԱՏՄ-ից եւ հապկից դուրս գա։ Եվ հիշում ենք դու ինչ արեցիր։ Մի գիշերվա մեջ, երբ որ այցելեցի Մոսկվայից այստեղ, Տավուշի մարզում քեզ տեսան, դու մի գիշերվա մեջ փոխեցիր քո ամբողջ արտաքին քաղաքականության վեկտորը։ Մենք դա էլ ենք հիշում։ Բախտը չի բերել չի վախ։ Մենք քո ընտրողների նման ակվարիումի ձկան հիշողություն չունենք։ Ասում էին էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների 21 թվականին են ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Նայեք ամենաբարձր։ Ոչ մի խնդիր չկա։ Սա ամենաբարձր մակարդակն է։ Ոչ մի խնդիր չկա։ Գործարարներն էլ հիմա լսում են։ Լսեք ինչ եմ ասում ձեր լֆիկներ եւ պոտենցիալ լֆիկներ։ Սա ամենաբարձրն է։ Այ ու եթե սա ձեզ ձեռա տալիս, բայեք Նիկոլ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե սա ամենաբարձրն է, սա էլ չի լինելու։
Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները եւ համատեք նախորդող շրջանի հետ հանդիպումների, հերրախոսազրույցների, շփումների, այցերի եւ այլնի դինամիկան։ Ընդ որում այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի հետ, ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բան է տալիս, բովանդակություն է տալիս։ Այս մասը թարգմանաբար խնդրում եմ ուղարկել այն երկրների դեսպանների եւ ներկայացուցիչների, որոնք գալիս են սրան փրկեն Ռուսաստանից։ Այդ մարդիկ, ովքեր այդպես խոսում են եւ ուզում են այդպիսի էֆեկտներ, սադրանքներ անել, ես ուզում եմ այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Օ, հիմա Պուտինը լսում ասես մտածում է, աստորեն այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ը կաթվածահար անեն։ Որպեսզի ԵԱՏՄ-ը կաթվածահար չանեն, պահեն Նիկոլին։ Լրիվ քպեիստի լոգիկա է։ Լրիվ Սամվել Կարապետյանը ուզում է այդ հայտարարությունը ԵԱՏՄ-ը կաթվածահար անեն։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Խնդրեմ, պարոնակ Ուրսուլա ֆոն դեր Լայն, պարոնայք։ Ինչ երջանիկ անդե, գալիս եք որիչ։ Գալիս եք ում փրկեք։ Մարդը որ որոշումներ է կայացում ԵԱՏՄ-ում, այս տխմարը չի հիշում, որ հիմա իր խոսացածը ոչ միայն Պուտինն է լսում, նաև պարոն Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Դե կայակալած բան լսում է, չէ՞։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի, իրենց ունեցվածքը հասկացած Վլադիմիր Վլադիմիրովիչ այդ Սամվելը այդ տաշի սամոն ուզում է ԵԱՏՄ-ն կապվածահար անել ու Նիկոլնա փրկում դա Նիկոլը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը նաև կայակալ ասնդե Ուրսուլա ֆոն դեր Լայն լսեք ինքը չի ուզում էդի կապվածահարան այն Սամվելն է ուզում կապվածահարան ինքը ուզում է փրկի ԵԱՏՄ-ն իսկ դուք գալիս եք իրեն փրկեք ԵԱՏՄ-ից մի քիչ լավ չի ստացվում Այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ սադրանքների մեջ չներքաշեն։ Ես ասում եմ մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Մենք բոլոր մեծ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը կլինի դա տնտեսական, քաղաքական, չգիտեմ, որևէ սին են։ Եղավ Ուրսուլա ֆոն դեր Լայն, լսեցիք իրեն հակադրության մեջ բոլոր ներքաշելու փորձը սին են։ Ինչեք դուք հակադրություն գալիս բանը փնտրելու ես մարդու եւ Կրեմլի հարաբերությունների մեջ։ Ուրիշ ձեզ ինչ է պետք։ Մենք կմտածենք այս տեսանյութերը ոնց հասցնենք դեռ։ Որը մեկին չի աջողվելու դա մեզ անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում եւ իմիջիալով բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետքա լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք եւ ելի ուզում եմ ասել, ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ վերջին հայցը համարում եմ շատ հաջող, մենք շատ երկար եւ շատ հաջող որտեղ ինքը խոստովանեց, որ ամեն ինչ արել է իր հայտարարությամբ, հա, եւ որտեղ իրենք հիշեցին, որ Արցախը ինքնահանձն է։ Շատ հաջող։ Մանրամասն քննարկումներ ենք ունեցել եւ ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում մենք կտեսնենք։ Իսկ եղավ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայն։ Տեսեք, ինչ հաջողության մեջ են սրանք, ինչեր են կարողացել, ինչ համաձայնությունների գալ։ Իսկ դուք ուզում եք գաք, սրան փրկեք Պուտինի ձեռքերից։ Ոնց կարելի է, սենց սեփ խրել։ Ինք ասես, չէ, ձեր հույսերը սին են։ Եվ ընդհանրապես ոչ միայն իրը։ Բոլոր այն ժետոններից, այն եվրո ժետոններից, որոնց շպրտել ասած դուրս, որ համոզեք, որ մենք գնում ենք Եվրոպա։ Մենք գնում ենք Եվրոպա։ Մեջտեղ Եվրոպայում։ Նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայն
Դուք ինաստրաննի ագենտ եք։ Եվ ձեր ամբողջ կազմակերպությունը, Կայա Կալասով, բանով, բոլոր Տիկին Խուրշուդյան եւ Տիկին Սաֆարյաններ, դեր եւ Տիկին, չգիտեմ, ելով կան դեր, հա։ Ալման Բաբաջանյանն ենք, եւ Տիկին Շիրիմյանների հետ։ Դուք բոլորդ ինաստրաննի ագենտներ եք, սլիկաներ։ Դուք ուզում եք սեփ խրել Իրա եւ Մոսկվայի հարաբերությունների մեջ։ I sense սիրուն, ձեզ վաղը բոլորիդ փուրնա տալու, բոլորիդ։ Հետո գալու ականջների տասի, այն որ ասում էի, այս Պուտինին խափելու համար էի ասում։ Հարբերս։ Բոլորը հոսարան գիտեն ինչ կեղտը։ Բոլորը։ Ընդ մի բան խոստալի, գալիս է մի բան ասում, ընդ այդ ուրիշ բան խոստալի։ Սենց կեղտերով հավաքվել են իրար հետ։ Խնդրեմ, պաշտոնական հայտարարությունը Հայաստանի ապագայի մասին ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ափսոս որ Բերդից դա իրականացնելու չի։ Իսկ մենք ամեն ինչ կանենք, որ ինքը շուտով հայտնվի այնտեղ։ Մենք 13.3 միլիարդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին փող ենք տվել, որ իրանք իրանց տները նորոգեն, հարգելի գործընկերներ։ Աշխարհի որ երկրի, որ կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ մարդը իր տունը ռեմոնտ անի, հասկանում եք։ Փաստորեն, այս թվերից կարելի է եզրակացնել, որ 13.3 միլիարդ դրամ դոլար չի լինի աստված։ Վարկերը, բանկերը քաղաքացիներին վարկ են տվել, բայց ինքնասան մենք ենք տվել։ Ու այս կրացած դիրքը տեսնում եք ինչի մասին է։ Գիտի իրան ոչ մեկ չի հավատում։ Ինքը այս պոզայով, սա հոգեբանությունն է։ Ինքը ուզում է ավելի համոժից դարձնի, ավելի տեղ հասցնի, ասած մարմնով առաջ գալով։ Որովհետև հանգիստ մարդիկ, երբ որ վստահ են իրենց ասելիքները, նստում են ուղիղ ուսերը հետ, հանգիստ, իրանք sense ման անելու լավելու կարիք չունեն։ Մեծ դիրքը նայեք։ Երկու բան կա ստեղ, նախ ինքը վստահ որ չեն հավատում ոչ մեկ, ենթագիտակցաբար, բայց երկրորդ ամենախայտարակ բանը, ասեն հայ ժողովուրդը Հայաստանում 13.3 միլիարդ դրամի տարեկան 24-26%-ով վարկերի տակը, որը իհարկե ապահովել են բանկերը, բայց որը բացահայտ թալանա նման տոկոսադրույքներ վարկային ոչ միտեղ գոյություն չունի, բայց Նիկոլը սա ներկայացում է որպես իր արած, այսինքն բանկերի թալանը 13.3 միլիարդ դրամի ինքը ներկայացնում է որպես իր հաջողություն, որ աշխարհում ոչ մի երկիր այդպես բան չի արել։ Ու ասում է տվել եք այդքան որ տները վերանորոգեն։ Գուցե այդ հոդվածով է գնացել այդ վարկերը։ Գուցե մարդիկ մի բանի համար գրում են, չէ՞ վարկ։ Հետո ինչ կանենով է գալիս դու։ Անկախ ամեն ինչից։ Դուք ձեր առաջ տեսնում եք մի մարդ, որը բանկերի տված վարկերը խայտարակ թալանը ներկայացում է որպես իր հաջողություն։ Մասամբ դա է նաև այդպես է, որտեղ այդ բանկերը նաև իրան մուծվում են։ Այդ բանկերից մեկի տերը նաև գրզոնը։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այո, սրա համար ենք։ Բա սրա համար ենք իրենք մենք հեղափոխություն արել։ Որ ժողովուրդը վարկերի տակ ճռա 13.3 միլիարդ դրամ։ Սա երկու անգամ ավելի շատ է, քան Հայաստանի բյուջեն, գիտեք։ Չէ, ներողություն, Հայաստանի բյուջեն դոլարով է, ներողություն։ Չէ։ Սա սոսկալի թիվ է։ Այո, իրանք սրա համար են հեղափոխություն արել, որ 13.3 միլիարդ դրամի ժողովուրդը վարկ ունենա իր վրա։ Հեղափոխություն արել։ Այն որում ես հիշեցնեմ, սրանց լոզունգներն են, որ վարկերը, բան, չեղավ համարվել, տոկոսադրույքներ, ինչներ։ Սրա համար ենք, այդ թվում սրա համար։ Հիպոթեկային վարկի վճարած տոկոսների գումարների վերադարձ։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս ծրագրի շնորհիվ տան տերա դարձել։ Որտեղ փակեցին։ Որի ֆենոմենն էլ ասեմ ինչումներ։ Ինքը Ռոբերտի հետ սարքում են շենքեր։ Ոնց այդքանը վաճառվենք։ Արեք սենց անենք։
Եկամտահարկը մարդիկ մեկը պետական աշխատողները մուծում են, դա գնում է բյուջե։ Արեք այդ ինձանենք չգնա բյուջե։ Ռոբիկ, գնում է քեզ, գնում է բանկին։ Դու ծախում ես քո տունը, մենք այդ պետության բյուջեից այս մասը վերցնում ենք տալիս ենք բանկին, որ ինքը Հայաստանա, մայր գումարներ մարդը մուծում է քեզ։ Իդեալական սխեմա։ Բյուջեի հաշվին, նույնց եմ ասում։ Այն բյուջեն ո՞նց է բանանում հավաքագրվում։ Ոնց է կայանում բյուջե, մարդիկ երբ կամտահարկ են ավելացած արժեքից հարկ են մուծում, տարբեր ձևերի հարկերը մուծում են, գնում է բյուջե, չէ։ Այդ բյուջեից իրանք առանձնացել են Ռոբիկի համար եւ բանկերի համար, որոնք ֆինանսավորում են այդ պրոյեկտները։ Բյուջե, տվել են այդ փողը իրանց։ Այո, սա էլ է ներկայացնում որպես իրանց հաղթանակ։ Հենց սրա համար էլ իրանք այս հեղափոխությունն արել են։ Մենք գիտենք։ Բա 900 դրամով Գյումրի Լառնակա միակողմյան ավիատոմս կա, գիտեիք դուք։ Հա? 900 դրամով։ Ոսը Թոշակառուն այդ ավելացած փողով պատկերացնում եք 5 անգամ, 10 անգամ կարա գնա Լառնակա գա։ Ես նույն տականքն ասում եմ, բայց 10,000 դրամն ինչ պետք է անեի։ Երկու абսուրդ էլի։ Բայց ասում են Տոմսը Գյումրիից Երևան, ոչ թե Լառնակա։ 13,500 15,000 դրամ է իշխան։ Թե 17,000 այդ կողմերն է։ 17,000 կարծեմ։ Հա, 17,100 դրամ։ Գյումրիից Երևան 17,100 դրամ։ Բայց սա դե ինքը իր բանն ունի, չէ, աուդիտորիան ունի։ Իմ ելույթը հասկացել եմ մի բան, քաղաքական սովոր լանդշաֆտում ամեն մեկը Նիկոլից սկսած մինչև վերջի քաղաքական աղանդավորական շարժումները իրենց բան ունեն, լսողն ունեն, որի համար միևնույնն է ինչ է կատարվում։ Ես դրա համար եմ ասում քաղաքական աղանդավորական խմբակներ։ Բացարձակապես միևնույնն է իրականությունը մինչև։ Շեֆն ասեց, նույնիսկ եթե երեկվա ասացին հակասում է, եկա միձելի։ Սա այս ֆենոմենը երբ ամենաշատն է ինձ տխրեցնում, ամենաշատ։ Որովհետև ուզենք չուզենք Հայաստանում ապրում են այդ մարդիկ, ուզենք չուզենք ընտրության մասնակցում են այդ ոլակի մարդիկ, ուզենք չուզենք այդ ամեն ռեսուրսը, նաև։ Ու մենք այս ռեսուրսով պետք է երկիր կառուցենք, որ դիմագրավի այն մարտահրավերներին, որոնք կա այսօր մեր շուրջը, որ խիստ մտահոգիչ է։ Գիտեք, դիտողների մեջ եթե մարդ կա Տորոնտոյից եւ Մոնրեալից, խնդրում գրեք ինձ։ Եվ չմոռանաք, ինչպես միշտ, եթե ուզում եք այս աշխատանքը ալիքի շարունակվի, չմոռանաք բոլոր օգնելու միջոցները կան տակը, լինքերը կան։ Նա վերադառնանք մեր ժողովրդին։ Երբ որ Նիկոլս այս բանը դնում 900 դրամով, ես վստահ եմ կլինեն մարդիկ, որ արագ կհաշվեն սա, 900 դրամ Լառնակա, կմոռանան, որ դա սա 900 դրամ նույնիսկ տաքսին երրորդ մասից օպերը չի տանում, տաքսին։ Բայց վստահ մարդիկ կնենք ասեն, Նիկոլն է ասում, տելևիզորով են լսել, հեռուստացույցով, ուրեմն ճիշտ է։ Ես վստահ եմ, որ շատ չեն լինելու բնականաբար, բայց կլինեն մարդիկ։ Ու Նիկոլի թիրախը հենց այդ շերտն է։ Շերտ, որը հավատում է, որ ինքը 900 դրամով թռնելու է Գյումրիից Լառնակա։ Թե ինչ կանի ինձ մի ուղղություն, կամ գնալ նույնիսկ չգիտեմ, էական էլ չի։ Թե ինչ կան չանելու, ինչ չի անելու, ասենք օրական հյուրանոցը 40-50 եվրո է օրական։ Բայց էական չի ինքը լսել է 900 դրամով ինքը կարող թռնի Լառնակա։ Նույնիսկ կարող Լառնակայի տեղն էլ չգիտի որտեղ է, բայց սիրուն է հնչում։ Ու ասի, վախ Նիկոլս, որովհետև եթե մեկը գիտի, հավատում է 900 դրամի պատմությանը, ուրեմն վստահ եղեք ինքը չգիտի նույնիսկ Լառնական որտեղ է։ Ես մի հատ բան եմ ուզում ցույց տամ։
ու նոր ասեմ առաջ էլի։ Այսօր հարցումս էլ ակտուալացնենք։ Ես երկար ժամանակ ոչ մի հարցում չէի դրել, քանի որ մի շրջապատույտ անցանք ներկայացուցիչների, ինչքան որ հնարավոր էր։ Ասենք բոլորը խոսացել են բացի Վարուժան Ավետիսյանից, որովհետև օբյեկտիվորեն դա հնարավոր չի։ Երեկ էլ Գուրգեն Սիմոնյանն հետ խոսեցինք, նորից ես ասեցի, տեսնենք ոնց է մարդկանց տրամադրությունները փոփոխության իմաստով։ Եվ արձանագրում ենք, որ առաջին համեմատաբար հորիզոնական 32%-ով գտնում Արտակ Սարգսյանը, երկրորդ ընդամենը 2% պակաս բոլորին դեմ շարժում, երրորդ տեղում 25% Գուրգեն Սիմոնյան, չորրորդ տեղում Վարուժան Ավետիսյանն 12%-ով։ Մասնակցել է 6100 հոգի։ Առաջի երկու տեղերի մեջ շատ քիչ է տարբերությունը, պետք է ասեմ, ու երկու ամսվա համար իրոք սա շատ քիչ է, երկու ամիս դեռ կա, չգիտենք քաղաքական իրավիճակը ոնց կփոխվի, մի քիչ 5%-ի չափով հետամնում Գուրգեն Սիմոնյանը, որը կարծես թե ինքը նույն բալանսի մեջ է, մի քիչ ավելի քիչ։ Բայց նորից եմ ասում, երկու ամիս դեռ համարյա կա, մենք դեռ շատ բաներ կտեսնենք, կլսենք, դու մարդիկ իրենք որոշեն ով է իրանց համար վստահելի, ով չէ։ Այն հարցերը, որ ես այսօր ամբողջը ստացել եմ, մասնավորապես Գուրգեն Սիմոնյանի հետ հարցազրույցից, իմ կարծիքը, իմ վերաբերմունքը, լսեք ժողովուրդ ջան, լսեք իմ հարազատներ։ Ես իմ գործը դա չի, որ ես ձեզ ասեմ իմ տպավորությունը, իմ գործը, որ դուք ունենաք ձեր տպավորությունը։ Անշուշտ ես ունեմ իմ տպավորությունները։ Դրանք կարող է փոխվեն, դրանք կարող է չփոխվեն, դրանք կարող է լավանան, դրանք կարող է վատանան, բայց հավատացեք, դա բոլորովին էական չի։ Կարևորը դուք լսեք ձեր սիրած կամ ձեր չսիրած տեխնացուին, ձեր եզրակացություններն արեք։ Իմ դեպ վստահ եմ, որ այն որ մեկին չեն սիրում, իրանք չեն սիրելու ամեն դեպքում։ Այն որ մեկին սիրում են, իրանք սիրելու են ամեն դեպքում։ Բառը եթե հակառակասի, մեկը սիրելու են, հետո այն մյուս կողմը հակառակասի, այն մյուս կողմը կներեք։ Ուղիղ հակառակն ասի, նորից սիրելու են, եւ սա ամենամեծ ես ողբերգությունն եմ համարում, ողբերգության համասար մի բան, գուցե մի քիչ չափազանցված է, դա։ Բայց մի կողմից հա դա երկու ողբերգությունն է, որովհետեւ դու չես հասկանում, այս մարդը ուզածն ինչ է։ Այս մարդն ինչ է ուզում, այդ մարդուն է ուզում, թե իրական փոփոխություններ է ուզում։ Սա համարում եմ իրոք խնդիր։ Այն ճշմարտությունը սիրող եւ փրփրող եւ պատրաստ որ իր կարծիքը ինքը պատրաստ է վերանայել, մի քիչ էլ նայի, մի քիչ էլ հարցականներ թողի իր մեջ բան, հա։ Այդ մասայի համար է հաղորդումները։ Այս մասայի համար է այս հարց ու պատասխանները, անդրադարձները, որոնք հարցեր ունեն, որոնք պատասխաններ են ակնկալում, որոնք դեռ ասենց ասեմ, իրենց հետաքրքիր է ուսումնասիրել, որովհետև ես անկեղծ վաղուց արդեն համոզվել եմ, երբ որ տեսնում եմ մեկին սիրում է, մի քաղաքական գործիչ, ես աշխատում եմ այդ քաղաքական գործիչի մասին ընդհանրապես չխոսալ, որ հանկարծ հակասական տեղը չլինի, որտեղ նույնիսկ եթե ցույց տաս, որ հենց հիմա հրացանա ձեռը մեկին սպանում է, ինքը անպայման դա արդարացնելու է, ու ես չեմ տեսել երբևէ մեկին, որ ասի, վաղ, կարող է ես սխալվել եմ, ես նման բան ելի չեմ տեսել, դա այդ տարածք չեմ էլ ուզում մտնել, իմ խնդիրը շփվել են մարդկանց հետ, ովքեր սիրում են հետազոտել, ովքեր սիրում են լսել, սիրում են մտածել, սիրում են գցել բռնել, հարցեր տալ, ովքեր չեն ֆետիշացնում, ովքեր կուրքեր չունեն, ովքեր աղանդավորի մտածելակերպից հեռու են կանգնած, նույնիսկ ամենալավ աղանդավորը լավ չի, նույնիսկ ամենասենց ասեմ, ամենաիդեալական աղանդի հետևորդը ինքը մնում է մեկը աղանդավոր, որովհետև իրեն հետաքրքիր չի ճշմարտությունը, ինքը անպայման ուզում է գտնի այն ինչ որ ուզում է լսի։ Դա մեն այսօրվա բոլոր պատասխանները ես համարյա հարցերը թողել եմ անպատասխան, այսքանը չխոսալու համար։ Որտեղ դու մեկ բառով չես կարող պատասխանել, մեկ բառով պատասխանես, չես ուզում նեղացնել մարդուն։ Ես աշխատում եմ մեկ բառով ոչ մեկին չպատասխանել։ Հազվադեպ, հա, որ կարող է մի հատ ասենք բուտ սեղմեմ, որտեղ ասենք այդ բային այնքան
զբաղված ես որ տեղնել չի, բայց չես էլ ուզում անպատասխան մնա, էլի, իրական պատասխանը սա է։ Ես չեմ բավարարում ոչ մեկի ճաշակը, ես չեմ գնում ոչ մեկի բացահայտելու հետևից, եթե իրակի ինքը վտանգ չի ներկայացնում։ Եթե դա այնքան վտանգ է ներկայացնում, որ ինքը բացահայտվել է, այնա բացահայտվել է, էլի իմասեն ինչ կապ ունի արդեն։ Դա կարճ։ Սա նայեք։ Հիշում եք, որ օրինակ մի քանի հանձնաժողովներ փորձել է ձևավորել ընդդիմությունը, եւ իրենք չեն տվել ներկայացուցիչները, հանձնաժողովը չի ձևավորել։ Բարի, դրա համար հիմա եկեք հստակ լինենք, այսինքն դուք կարող եք անդամակցել, չեք անդամակցել։ Այո, հաստատենք։ Այո, հիմա ձեր ասածով որ ձեզ արհամարել են։ Առաջին հարցը ինչու չեք մասնակցել, երկրորդը հիմա որ անցյալով էլ չենք խոսում, հիմա ինչի չեք պահանջում որ բացվի։ Բազմիցս ենք պահանջել։ Հիմա բազմիցս հետաքրքիր չի։ Պատկերացնում, ասեք, է ձևաչափով։ Տեղին հարցը։ Տեղին հարցը ընդդիմություն դուք չեք կարող այս կներկել այս բարիս համար այս կապիկություններով խուսափել ձեր պատասխանատվությունից։ Այն որ դուք հիմա անում եք, դուք նման եք այն բանդակի մեջ վազվզումը որ իրարացա, չարացա արդարացնի։ Դուք եք խոստովանել, դուք նույնիսկ չեք էլ մասնակցել այդ լսումներին, չեք էլ գնացել, հիմա հարց է տալի կոնկրետ, դուք այդ հնարավորություն ունեք ու դուք չեք արել։ Որտե հիմա որ անցյալով էլ չենք խոսում, հիմա ինչի չեք պահանջում որ բացվի։ Բազմիցս ենք պահանջել։ Հիմա բազմիցս հետաքրքիր չի։ Պատկերացնում, ասեք, է ձևաչափով։ Պարոն Բաղդասարյանը ասեց, բոյկոտինգ։ Կողմից դուք պատասխանը պաշտպանական կստանաք, ֆրակցիայի պաշտպանական դիրքով։ Մենք ստացանք արդեն։ Չէ, ես Մեծ հետաբար դուք կստանաք պաշտպանական պարտեզանում։ Բայց այստեղ խնդիրը այն է, որ մենք ինչքան պահանջենք, օրենսդրությունը լրիվ ուրիշ բան է ասում։ Այս մարդիկ գոյություն չունեցող մի հանձնաժողովի, գոյություն չունեցող մի փաստաթուղթ ուղարկել են։ Հարգելիս, մենք ձեր տեղը գործ ենք արել։ Իրավաբան Գոյություն չունեցող հանձնաժողովի գոյություն չունեցող փաստաթուղթ։ Դու ԱԺ պատգամավոր ես, ոնց է գոյություն չունեցող հանձնաժողովի։ Բայց հանձնաժողովը որ գոյություն չունեց, քեզ ոնց էին հրավիրում մասնակցելու։ Դուք ոնց եք հրաժարվում մասնակցելուց։ Եթե գոյություն չունեք հանձնաժողով, ձեզ ուն էին հրավիրում։ Տիկին, դուք բոլորը Նիկոլ եք խաղում, հասկանում եք։ Ձեր անազգանունը սերերը տարբեր է, բայց դուք բոլորը Նիկոլ եք խաղում։ Ու մարդ կան է մտածում է, Ռոբերտ Քոչարյանը գալու է ընթերքի, Ես դա ման ասում, ես չեմ աշատում նախ չշփվեմ, որովհետև ես ամեն ինչի մեջ սիրում եմ լոգիկա եւ անկեղծություն, տրամաբանություն, միտեղ որ տրամաբանություն չկա, միտեղ որ անկեղծություն չկա, փորձում են sense մակակային նման թռնել այս ծառին, թռնել այն ճյուղին, sense գնալ խառնել, որպեսզի արդարացնեն իրենց արածը, էդի ուրիշ տեղ արեք, ստեղ չի անցնում, ուղիղ հարց են տվել, ոչ թե գոյություն չունեցող հանձնաժողով, բա քեզ ուր էին հրավիրում, բա դու ինչից էիր հրաժարվում, բա որ գոյություն չունեց զեկուցեն, ինչը պետք է զեկուցեն։ Անորեն հիմնավորել ենք հանձնաժողովի ստեղծումը, ընթացքը եւ ավարտը։ Ձեր փոխարեն մեր փաստաբան որը ստեղծվել է օրենքի ուժով, որը փակվել է հակառակ օրենքի, մի հատ տխմարի, մի հատ խոշոր երժերավոր անասունի ստորագրությունը, որոշել է, որ դա կարող է օրենքի ուժով ստեղծված հանձնաժողովը, ինքը որոշել է, որ էական չի ինչ արել։ Սա էլ պնդում է, սա էլ կրկնում է, որովհետև եթե դա գոյություն չուներ, նշանակում է Ալեն Սիմոնյանը հանցագործություն չի արել։ Հիմա սա ով է, եթե Նիկոլ չի, ուրիշ սոուսի մեջ։ Բանը աշխատել է դրա վրա, հիմա օրենքի խախտումով դա արգելվել է։ Հարգելիս, օրենք է խախտվում օրենքի աղբյուրում։ Այո, եւ ամեն օրը խախտվում, առաջին անգամ չի եւ Բա ինչի եք դուք մնացել տապորինության մեջ, ինչով եք դուք զբաղվում եք տապորինության մեջ։ Ոնց ասի, որ 3 միլիոն բանը պատկեվավճարաստած է, իր բանը դա է։ Ամսական աշխատավարձը չեմ ասում, հյուրախաղերը չեմ ասում, իմոցա հյուրախաղերը, գործուղումները չեմ ասում, տարավերջում բոնուսը չեմ ասում։ Ձեբան եմ մնացել, Միքայել ջան։
Լսենք ծնողների վիճակը։ Ուրեմն ջունգլի անդոին ասեմ իր հեգդանքը հենց ծնողների հանդեպ, ում որ երկու ծնողի անունը տալի քզնից հանձնաժողովից վրոզի չեն մասնակցել, ասեմ ինչի։ Մեկ եղել է մեր ընկերը, ում հետ ես մտել եմ մորգ, որ ինքը ճանաչի, անճանաչելի իր երեխային, մի տղամարդն է եղել է նա, ով որ ասենք եկել են գերիները, կանգնած են եղել նույն գերին, նույն ծնողի դեմը արտահայտվել է, կներես պապաջան, կներես մամաջան, իրան տարակացրել է, որպիսի նորակոչիկը ողջ մնա։ Ինքը այն ձևի հեգդանքով է խոսում, այդ նույն ծնող Հա, պատկերացնում եք այս մարդիկ ինչի մեջով են անցել։ Պատկերացեցիք, որ մեկը մտնում է իր ողջուն ճանաչի, որ անճանաչելի են, կտորներն են։ Ու գերին եկել է պատում է, որ իր, ասում են, ավագը իրան պայթեցրել է ներողություն խնդրելով ծնողներից, որ նորակոչիկը ողջ մնա։ Որ բանակում կգտնեք սենց բաներ։ Մեկ էլ որ կառավարությունը այս վիճակի մեջ կդնի այդ կարգի երեխեքի ծնողներին։ ծնողների հանդեպ, ովքեր մտել են մեջ հանձնաժողովը, տեսել են, որ ամեն ինչը ստի պղծի հիման վրա է։ Հիմի Անդրանիկ Քոչարյան, իմ հաքի նասկիները քո ապրած կյանքով խնդրենք ու ես ակցիա եմ անում, եթե ընդդիմություն կա, էսի նասկի տալիս եմ Անդրանիկ Քոչարյանին, որ ծնողը կողմա իմ հետ, որ իր երեխեն ամենաբարձրագույնն է, ոչ թե պղծեր երեխեքը, թողնեմ ըստեղ, որ ծնողը կուզենա, թող բերիսն է նասկի դնի ու համոզվեն, որ ասենք մեր ապրած ու իրանց ապրածը տարբեր են, մեր հաքի նասկիները ձեր ապրած կյանքից մաքուր է։ Հետ հիշեք, մեր անցած ճանապարհը։ Ես անկեղծ եմ ասում։ Կարաս չկրկնես, ես վստահ եմ, ձեր բոլորի հակած նասկիները Անդոնելից, Նիկոլից սկսած մինչև վերջի քպայականը, ձեր հակած նասկիներն ավելի մաքուր են, քան դրանց իրենց կյանքով մեկ իրենց բողանդակությամբ։ Ով ուզում է թող հանի իր նասկին դնի, իօքուտ իրաց լսումների ու պատասխանի։ Եթե դուք իրականություն ունեք ու կարաք ծնողների հետ հանրային հանդիպեք ու զրուցեք, հարցու պատասխան։ Հովոր ջան, անկեղծ եմ ասում, էդի պիտի տան իրանց։ Անկեղծ, եթե իրանք հարության է, քանի ծնող ենք ստեղ, այդ կան ծնողի ներկայության թողան, նույն լրատվամիջոցներին կանչեն, մենք իրանց հարց տանք, այդ նույն քննիչ հանձնաժողովին զեկույցը չենք անում, հրապարակեք գաղտնի, մենք հիմնավորենք, որ դրանում գաղտնիություն չի բանալվում, չի պարունակվում։ Իմ ասածը Չի գաղտնի։ Իրենց ու բռնել չեն տալու։ Մասնավորապես բացահայտես չէ շնչբռնողը։ Որ 19 թվականին արդեն 44,000-ից իջացված է զորքի քանակը 24,000-ի, դեռ 19 թվին, հիմա իջացածը 14,000-ի։ Քանդված էին բոլոր առաջնագծերը, ադրբեջանցիները ազատ գիտեին, հանգիստ գիտեին, ով ոնց է շարժվում, ով որտեղ աշխատում, ով ում ձեռքին, որ համարի հեռախոսն է, մի խոսքով, հետևում էին ամբողջ շարժը, դեռ 19 թվականից այս ամեն ինչը պարզ է, ճիշտ բռնողը բացահայտվեց, չէ։ Սա ընդամենը երեսն է, սես ջրի երեսն է, ընդ որում ասեմ, այդ բոլորը մինչև հիմա կան, բանակում են, ազատության մեջ են, քաղաքացիական են, կառավարությունում են, այդ բոլորի մասին զեկույցները, դրանց հեղինակները, մեղադրյալները այսօր կան։ Դեռ կառավարում են բանակն ու երկիրը, բայց ոնց բացահայտեն էսի։ Սա Հայաստանի Էֆսինի ցուցակն է։ Ոնց է Թրամփը դոշերը ճղում, վենեկը փրկում, որ դա դուրս չգա հայտնի դառնա։ Նույնը սրանք են անում։ Ես հավիճան, խնդրեմ դուք եք բոյկոտել, ձեր տղամարդիկ, թող իրաց նասկիները հանեն դնեն, եթե միանում են մեր իրական պահանջին, թող հանեն մի նասկին դնեն իրանց այդ կողքը, որ ամեն անցնող այն մարդիկ, ովքեր կառավարություն, իրանք իշխան են իրաց տների մեջ, բայց մեր հանրապետությանը իրանք իշխան չեն կարանում, իրանք կառավարիչ են ու հանրություն, խնդրում եմ համրը, խուլը, համրն ու հանրությունը արեք զանազանենք։ Ուզում եմ մեր ազգի փակ ականջները, ոնց որ Աստվածաշնչում ասում է, ականջներ ունեք չեք լսում, աչքեր ունեք չեք տեսնում։
Խնդրում եմ տեսեք, որովհետև ես չեմ ցանկանա, որ որևէ հայի դուրը էսի ծեծի։ Իսկ եթե դուք այսօր համր ելնեք, այ հանրություն չլնեք, այս ամեն ինչը ձեր դռները թակելու է, ամեն Վայ Տեր Աստված, թվում է թե ինքան պարզ է ամեն ինչ, որ բացատրության կարիք չունի, դեալիտես որ դեռ ունի։ Այս մեկ Նիկոլը, ծնողին եթե այսօր իր համար այս ամեն ինչը թեթև ասնում, մեր համար շատ ծանր ասում։ Եթե այսօր ինքը քայլելով եկավ այս հապուկ աթոռների նստավ ու չի ուզում փոխվի, բայց դա չի նշանակում, որ էսի իր տեղն էր։ Ընդամենը խափնվեցի։ Խափնվեց այս ժողովուրդը։ Այդ խափեպաս ու տասան ազնվորությանը։ Սա ֆենոմեն է։ Նիկոլը պատահմամբ անցնում էր տարածքով եւ շատ պատահմամբ Նիկոլի օպերատորը մտել էր մի հատ պատահական տուն, շատ ու Նիկոլը պատահական հենց այդ դուռը բացեց, այդ օպերատորն էլ պատահական դրան հետևս էս պատրաստ կանած է, որ դիմացից նկատեր Նիկոլին։ Համեցեք, պարոն վարչապետյան, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալ ենք ձեր Համեցեք։ շատ նեղություն չենք տա ձեզ։ Ահա, շատ ներողություն։ Մարդով Ու շատ պատահական պարզվեց նույն կինն է։ Պարզվեց այս նույն կինն է, որ իրանց բոլորի հավաքներում ներկա է, շատ Տրիվ պատահական, տրիվ։ Այդ ուզում եմ սրան կարդակ բովանդակությունով, էլի։ Այս սցենարը վաղուց է։ Ես տեսել էի այդ պատերազմը, այն ծավալել էր հարմարավետ սրճարանների, աղմկոտ ռեստորանների, գիշերային ակումբների, կառուցվող շենքերի, զզվելի առանձնատների, արարավոր կարգային ժպիտների, մեծ ծծերի, հաստ հետույքների, անամոթ խրախճանքի հետևում ես տեսնում էի այդ պատերազմի զոհերին, բոզացած ու դրանից երջանիկ աղջիկների, բոզացած ու դրանից երջանիկ տղաների, բոզացած ու դրանից շոյված մայրերի, բոզացած եւ դրանից արծածվող հայրերի տեսքով զգում էի, որ ինքս էլ եմ սկսում բոզանալ եւ գուցե շուտով նույնքան հպարտ կզգամ ինքս ինձ, որովհետեւ հաղթացի բանակում կլինեմ, կդառնամ խորհրդանիշը այդ պատերազմում բոզության վերջնական եւ անշրջելի հաղթանակի։ Սա այն ինչի իրականացնում։ Սա այն էսթետիկական սես փաթեթավորումն է, որը մեզ շրջապատում է հիմա։ Ու եթե մարդը այս ամեն ինչ իր գլխում չունենար, իր հոգում չունենար, եւ բնույթով սենց չլիներ, սա չէր կարա գրեր եւ իրականացներ։ Սա սցենարն է։ Այն մեկն ասում է, օրետակրքիր է, ոնց են Սիմփսոններն ամեն ինչ գուշակում։ Այս վերջերս պարզվեց, որ Սիմփսոնները ոչ մի բան չեն գուշակում։ Այս Սիմփսոններն էլ են իրանցից։ Էփստինի արյուն խմող, մարդու միս ուտող բժիշկներից, որոնք նախորը գրում ցույց են տալիս մուլտիկի տեսքով, այն ինչ պետք է իրականացնեն։ Քննչական կոմիտեն վերջը որոշեց քննի Սուրբ Աննա եկեղեցում Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը։ Մեծ հույս էր, որ ինչ-որ մի բան քննվելու է, պարզվելու է, որ պետք է դարապարտվի ակնհայտ երևացող հանցագործը, բնականաբար ես այդ պատրանքները չունեմ, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ հասարակական ճնշումը, հանրային ճնշումը ստիպում է ամեն դեպքում, որ թեկուզ քննվի գործը, քննվի, հələ գործ չի արուսվել, ոչ մի բան չկա, բայց գոնե քննվի, որովհետև երբեմն լինում է ժամանակներ, որ լրիվ լռելը հնարավոր չի, որովհետև դիմաց ընտրությունները եւ 18 տարեկան երեխեքը, որոնք տոկոս են կազմում, հսկայական տոկոս են կազմում, դրան գնալու են ընտրատեղամասեր։ Մի թեթև քննություն կսկսեն, երեխեք ջան ասեն, կձգվի միջև ընտրության վերջ,
Հետո կմոռանան բոլորը։ Եթե հանկարծ Աստվածչանի սան կարողանան զավթել իշխանությունը։ Դες չեմ ասում ընտրվել զավթել իշխանությունը, դեսան չեն ընտրվել ոչ մի պարագայում։ Այն ժամանակ այն ինչ որ կատարվեց Դավիթ Մինասյանի հետ կթվա թեթևակի պատահար։ Բոլոր նրանց համար ովքեր ապրում են Հայաստանում եւ դրսում, ովքեր ցավում են Հայաստանի համար։ Սա գրսում հարուստ մարդը քաղաքական իշխանություն չպետք է ունենա, բայց մյուս կողմից ինքը չգիտի ինչքան ունեն իրանք, քանի միլիարդ ունեն, չգիտի։ Հա, ինքը հարուստ չի, մեկ լսեք։ Որոշակի ճշտումներ անեմ, մեր ընտանիքը իմ կարծիքով, թող մասնագիտական կառույցները ճշտեն, մոտավորապես 1 միլիարդից ավել կարողություններ ունի, դրանք անշարժ գույքի տեսքով, կազմակերպությունների տեսքով, մինչև կարող է 2 միլիարդից ավել է, որոշակի Չէ, կարող է 2 միլիարդից ավելը, բայց նույնպես եմ ասում, հարուստները իշխանության մեջ տեղ չունեն։ Իսկ դուք եք ինչքան է տարբերությունը 1 միլիարդի եւ 2 միլիարդի մեջ։ Այո, 1 միլիարդ է տարբերությունը 1-ի եւ 2-ի մեջ։ 1 միլիարդը դա 1000 միլիոն է։ Մարդիկ որ $1000 չեն տեսել։ Սա 1000 միլիոն դոլարից։ Այդ է տարբերությունը 1 միլիարդը։ Դա է 1000 միլիոն, ոչ թե 1 միլիոն, 2 միլիոն, ուսա կարող ունենա, հա, ասեն դե լավ 1 միլիոն, 2 միլիոն։ 1000 միլիոն։ Ու դա սրա համար մոտավոր թիվ է, մոտավորապես թիվ է, այնց վերջնական թիվ չի։ Բայց միանշանակ, ինքն ասում է, հարուստները չեն կարող լինել իշխանության մեջ։ Հատել սա։ Կնային աչքի այդ մեջ, կասեն ճիշտ է, չգիտեք 1 միլիարդ է, թե 2 միլիարդից ավել է։ Ինքը չգիտենք ինչքան ունենք։ Չեք էլ հաշվում։ Իմ ինչիներին է պետք։ Հա գալիս է էլի։ Պետության բյուջեն մերն է էլի։ Հա գալիս է էլի։ Հա, բայց հայրուսն իրավունք չունեն լինելու իշխանության մեջ։ Այսպես կնային աշներից ու կասեն։ Ասեմ հանրության պահանջն ու հասարակական հնչեղություն անպայման դեր է խաղում, ես եմ ասում։ Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը, որի համար դիմել էին դատարան, անկախության մասին նկարած իր ֆիլմը, մի խոսքով հանրայինի յութուբյան ալիքում լինելու։ Իհարկե ցույց չեն տա, ես դեռ չեմ նայել, անպայման կնայեմ, չեմ հասել նայել, որ հասկանամ մասնավորապես որ դրվագների համար, չէ՞ որ հարցը մենակ էությունը չի, իդեան չի, անպայման լինելու են դրվագներ, որոնք ցավացել են սրանց։ Ամեն դեպքում հանրային ճշմարտ, հանրային ամբողջության ընդվզման երևի կարելի ասել։ Ճնշում ասենք դա։ Արդյունքում այդ ֆիլմը գոնե հասանելի է YouTube-ում։ Կարող եք նայել։ Կարող եք նայել։ Կոչվում է անկախության մեր ճանապարհը։ Սա է։ Ես դեռ չեմ նայել, անպայման կնայեմ այսօր։ Անկախություն ասեցիք, հիշեցի։ Իրանի դեսպանն է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ հանդիպման ապրիլի 15-ին։ Ոչ մի խնդիր, հետաքրքիր է մենակ մի բան։ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական մեծ ուժ եւ քաղաքական ազդեցություն չունի, վիզուալ, հա, որ ասեն գալիս է այսօրվա թիվ 1 երկրի կարևորությունով եմ ասում, որովհետեւ տարածաշրջանում ապացուցեց, որ ինքը թիվ 1-ն է, Ռուսաստանը չէ, ինքը։ Դրա դեսպանը գալիս է Հայաստանում առաջին նախագահի սենյակ մոտ։ Ինչն է գալիս։ Էմու ռուսական դեսպանը ամեն օր գնում գալիս է, մենք ոնց որ դա արդեն սովորել ենք, բայց դա գալիս է նաև Իրանի դեսպան։ Իհարկե շատ մեծ բան է ասում Լևոն Տեր-Պետրոսյանի մասին անկեղծ։ Այսինքն նույնիսկ Իրանի դեսպանը հասկանում է Հայաստանում հարցերը ով է լուծում։ Սա դրա մասին է։ Ոչ թե որ պատահական անցնում էր, ասես մի հատ տենը Լևոն Տեր-Պետրոսյանը ոնց է։ Չէ։ Այսպիսի բան այցելությունները Իրանի նման երկրի դեսպանի կողմից պատահական չեն լինում։ Սա ուղղակի ցուցանիշ է, թե ովքեր են լուծում Հայաստանում
հարցերը, ոչ թե Նիկոլ Փաշինյան, այլ լուծումը այս մարդու միջոցով։ Հիմա ուզենք, չուզենք, մենք կարանք սիրենք Լևոն Տեր-Պետրոսյանին, կարանք չսիրենք, փաստ եմ արձանագրում։ Ես իհարկե չեմ սիրում, որովհետև ինքը իմ երկրի հիմնադիր այն սխալ ձևով, ոնց ասեմ, sense է որ հիմքն այնց է դնում, որ անպայման անգնի ձորես երկիրը, այ դրա հեղինակն է։ Մի խոսքով, բայց իրանի դեսպանն էլ փաստորեն դա մասին գիտի։ Ու եկել է իր մոտ։ Այո, կարելի է բարձր գնահատել Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքը, նորից վերագնահատել, ես երբեք չեմ էլ կասկածել։ Դա համար իր խոսքերը ես շատ լուրջ եմ, ես որ ասում լուրջ եմ վերաբերվում։ Երբ որ ինքը մի բան հայտարարում է, պատահական հայտարարություններ չի անում այս մարդը։ Այո, ինքը շարունակում է մնալ, չունենալով ոչ մի կուսակցություն, ոչ մի քաղաքական լծակ, ոչ մի պաշտոն, ինքը շարունակում է մնալ այն մարդը, որի մոտ է գալիս հարցեր լուծելու տարածաշրջանի թիվ 1 երկրի դեսպանը։ Այդ չի գնում, այն Նիկոլի մոտ, գալիս է իր մոտ։ Սա պետք է իմանալ։ Ես մոտավորապես ուզում եմ հասկանամ մոտիվը ինչ է եկել։ Այն դա հետաքրքրում է, զարմացած չեմ, որ եկել է։ Դա ապացուցում է ինչ որ ես մտածել եմ միշտ։ Ուղղակի ինձ հետաքրքիր է մոտիվը։ Կարելի է գուշակել այս առումով, շատ բաներ, բայց ես երևի մի քիչ էլ սպասեմ, մի քանի նոր ինֆորմացիա կա, որ ավելի քիչ լինի հավանական սցենարները, թեմաները, թե հիմա շատ լայն է, ես չեմ ուզում ձեզ զբաղեցնեմ։ Մի քանի օր կանցնի երևի, նոր կհասկանանք կոնկրետ այցը։ Անշուշտ սա կապված է նաև ընտրությունների հետ, բայց ինչ կոնտեքստի տակ դեռ ես պատրաստ չեմ դրա մասին ասենց գոնե 1-2 վերսիա առաջարկել։ Կապում տեսնենք։ Մենք սա Վերջապենգերկ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները մշտապես Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկն են եղել եւ զարգացող ուղղություններից մեկը։ Դրան զուգահեռ Եվրոպայի հայկական սփյուռքը ձևավորել է Եվրոպական միության, համաեվրոպական կառույցների, այդ թվում նաեւ անդամ երկրների հետ ըստ տեղական համայնքների փոխհարաբերությունների հետաքրքիր շրջանակ տարբեր առաջնահերթություններով, որոնք քիչ թե շատ հաջողությամբ լինում է հասնել, եւ մենք օրինակ վերջերս շատ ենք խոսում Եվրոպական խորհրդարանի բավական օբյեկտիվ քաղաքական վարքի հետ կապված Ղարաբաղյան հիմնախնդիրը, տարբեր քաղաք։ Սա է միջոցառումը, որի մասին ես խոսեցի, տեղ ունեցել Փարիզում, կոչվում է Սփյուռքի զորաշարժ, sense որտեղ հրավիրված են Հայաստանից ցավոք բոլոր են օդիոս դեմքերը, որոնք մեղավոր են այս ամեն ինչի մեջ, ու Սփյուռքերի մեր երևելիները որոշել են երևի, որ նրանք, որոնք պատճառն են այս ամեն ինչի, կարող են լինել նաև լուծողը այս խնդիրների։ Բայց դեռ հետաքրքիր է այս հարցերը, ասենք։ Կան իրադարձություններ, որոնք նույնպես մեզ համար բարենպաստ էին։ Բայց սրա զուգահեռ նաև զարգանում է, այսպես ասած, Հայաստան-Եվրոպական միություն որոշակի հարաբերությունները ցավոք սրտի այլ նարատիվների շրջանակում։ Հաճախ եւ մայիսի 4-ին Երևանում նախատեսվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը։ Այստեղ կարծում ենք, որ Եվրոպայի հայկական սփյուռքը կարող է որոշակի ասելիք ունենալ։ Եվ երբ որ մենք վերջի տարիներին հատկապես շատ ենք խոսում Ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում Եվրոպական կառույցների հետ հարաբերությունների մասին, գոնե խոսույթի մակարդակով կարծես թե որոշակիորեն բաց է առաջանում ցեղասպանության, միջազգային ճանաչման ցեղասպանության առնչվող հարցերով եվրոպական շփումների տեսանկյունից։ Ձեր մոտեցումները այս հարցով հայկական սփյուռքը ձևակերպեմ հարցը մի քիչ երկար, հարցնա Սփյուռքը ինչ անելիք ունի, ընդհանրապես այս շարժումների մեջ։ Լսենք Սփյուռքի պատասխանը ներկայացուցիչ։ Նախ շնորհակալություն այս կարևոր ժողովին մաս կազմելու։ Սփյուռքը պատմական վիճակ մնե եւ իրականություն մնե, որում պատճառն է խզումը, անարդարությունը, եթե բարին իմաստով ասենք 15-ի ցեղասպանությունը։ Եվ այդ պատճառով Սփյուռքը իր էությամբ քաղաքական է։ Վերջապես ես բառը լսեցի։ Սփյուռքը իր էությամբ, անգելի Սփյուռքի ներկայացուցիչներ, քաղաքական է։ Այսինքն դուք
քաղաքական դեպքերի արդյունք եք։ Դուք չեք կարող լինել ապաքաղաքական։ Ապաքաղաքական լինել նշանակում է դուք չկաք։ Կամ դուք, ասենք, Սփյուռքի ներկայացուցիչ չեք, ձեր ծնողներին նախնիներին չեն սպանել, չեն մորթել։ Դուք ուղղակի այդ երկրի քաղաքացի եք եղել եւ սերնդեսերունդ ծնվել եք։ Դուք քաղաքական եք ձեր բնույթով։ Եվ ես չեմ կարողանում հասկանալ, երբեք չեմ հասկացել ու հիմա էլ հրաժարվում հասկանալ, ոնց կարող է բնույթով քաղաքական ստեղծված Սփյուռքը իրան Եվրոպայի քաղաքականությունից։ Հիմա ես չգիտեմ այս համաժողովի արդյունքում Սփյուռքը ոնց է վերադասավորելու իր դիրքը Հայաստանում եւ Հայաստանի հետ կապված գործողություններում նկատմամբ արտասահմանում, բայց ես կուզենամ, որ այս Սփյուռքը իր բնույթով քաղաքական խոսույթը հասանելի լինի միջև վերջի մարդը, որ ինքը հասկանա, որ ինքը այդ քաղաքական հանցագործությունների ծնունդ է եւ ինքը չի կարող իրեն դրանից հեռու դնել։ Հեռու դնել նշանակում է ուրանալ իր պատմությունը։ Անցյալը, այն ինչ որ Փաշինյան Նիկոլը ուզում է ապահովի ձեզ, ուզում ասի դուք չեք, դուք այս ցեղասպանության արդյունք չեք, դուք առաջացել եք այդ երկրում։ Վերջ։ Հասկանում եք, ընդունել ապաքաղաքական ձև նշանակում է ընդունել Նիկոլի նարատիվները։ Վերջ, ձեզ չեն ցեղասպանել, հակառակը դուք եք ցեղասպանել Թուրքիայում։ Ինչպես թուրքերն են ասում։ Իսկ եթե դուք իրոք գիտակցեք եւ ապրեքնեք, որ դուք քաղաքական միավոր եք, Հայաստանի, Սփյուռքի, այս մեր թշնամիների դիրքը աշխարհում լրիվ կփոխվի։ Թշնամիներն ավելի նեղ կլինեն, իսկ Հայաստանի ռեսուրսներն ավելի մեծ։ Հայաստանի դիրքը ազդեցությունը ավելի մեծ կլինի։ Հարգելի Սփյուռք, ես չգիտեմ կոնկրետ այս մարդիկ, որոնք Հայաստանից են եկել, ինչ են տվել ձեզ, ինչ մեսիջ են բերել ձեր համար եւ ինչ, սենց ասեմ, ոնց են դիտարկում ձեր միջամտությունը Հայաստանի գործերում, բայց ես ասում եմ, այն ինչ որ կա հենց դիմա նստած է, դրանք ապահովել են Նիկոլ ծնունդը, հասկանում եք։ Այն ինչից դուք որ հիմա նեղված հավաքվել եք, դա ստեղծողները դրանք են։ Հետևաբար, իրանք ոչ մի լավ բան չեն կարող տալ իրենց բնույթով, այդ ոչ դուք եք քաղաքական, իրենք էլ այդպես հակաքաղաքական են, իրենց ծնունդով եւ բնույթով, որովհետեւ 30 տարի Լևոն Տեր-Պետրոսյանից հետո սկսած մինչեւ Նիկոլ Փաշինյան, այդ իշխանությունը եղել է ապամարտկային, հակահայկական եւ այս էր արդյունքն է։ Ոք ես չգիտեմ, ձևեր են փնտրում, ոնց անենք, որ դասական Սփյուռքի կանոնները, կառույցները ի վերջո հասկանան ում այդ գործ ունեն։ Որ չկա Նիկոլ Փաշինյան, Խոսով Հարությունյան, դրանք նույնն են, նույն հիմնարկի ծառաներն են։ Խոսով Հարությունյանը, կամ Վազգեն Մանուկյանը, կամ Արմեն Ռուստամյանը, կարելի է դաշնակ։ Դրանք արել են Կիրո Մանոյանը, դրանք արել են իրենց գործառույթները, որ Նիկոլն էլ շարունակի հանգիստ իրականացնել դա։ Միջև հիմա էլ նստած են պարլամենտում ու դա իրականացնում են։ Մեզ էլ համոզում են, որ այդ 44 օրյա հանձնաժողովը դա հանձնաժողով չի։ Ներկայացնեն զեկույց չի, որ իրանք հրաժարվել են մի բանից, որ չի եղել։ Դուք հասկանում եք, դուք հիմա դրանց տարել եք, որ ձեզ բան սովորացնի։ Ես հուսով եմ, գոնե քիչ կաթիլ մենք կարող ենք այս Սփյուռք իրոք վերածել քաղաքական գործոնի, որ իրանց պատկերացումներն ու ընկալումները Հայաստան աշխարհի մասին մի քիչ փոխվեն ու հասկանան, որ իրենք են այս երկրի տերը։ Այո, Սփյուռքում ապրող ցանկացած հայ, որ են համարում հայ, ինքը Հայաստանի տերն է։ Ինքը Հայաստանի տերն է, ասեմ, իր գոյությունը, շարունակականությունը կապված է Հայաստան կլինի, թե չի լինի, որտեղ եթե չեղավ Հայաստան, Սփյուռքը որպես կառույց ինքը չի լինելու, ուծվելու է։ Մեկ-երկու սերին վերանալու է դա։ Եվրոմիությունը հասավ նրան, որ ինքը երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում։ Այն ինչ որ Ադրբեջանը Նիկոլի ձեռով սեղմում է, որ Եվրոմիությունը ոչ մի բան չունենա Հայաստանում, որ Հայաստանը գրավել է, դուրին լինի,
Երբ որ Բրյուսելը որոշեց այլ բան, Բրյուսելը այսօր որոշել է, որ Հայաստան կուղարկի երկրորդ առաքելություն։ Այսենց արին։ Ոսկան Սարգսյանը ճիշտ հարցրան բարձրացնում, հրասմը չհասկացեք, եթե հ տարածքից հող չեք տվել։ Ինչի դիմացեք դրանց սեփականատերին դրամական փոխհատուցում տվել։ Խոսքը Բաղանից ոսկեպարտ գյուղերի մասին է։ Հա։ Որ ասում են հայկական հողերը չեն։ Դրանք մերը չեն եղել։ Եթե մերը չեն, հիմա արծաթում փոխհատուցումը ինչի դիմացեք տվել։ Տեսեք ինչքան է այդ փոխհատուցման չափերն ալված։ Եվ այսպես ուրեմն Ադրբեջանին տվել են 2.15 հեկտար հող։ Չէ, դա չի եղել մի վայրկյան։ 58 անշարժ գույք կադաստրից տրված վկայականներով, ընդհանուր շուրջ 15 հեկտար հող։ Միջպետական ճանապարհների մի հատված, այդ ճանապարհի կիրանցի կամուրջը հանձնվել է Ադրբեջանին։ Դրա դիմաց կառավարության գաղտնի որոշմամբ անշարժ գույքի սեփականատերին տրվել է դրամական մեծ փոխհատուցում։ Եթե հ տարածքից կիրանցից Ադրբեջանին 2.15 հեկտար հող չեք տվել, ինչի դիմացեք սեփականատերին դրամական օգնություն տվել, հա։ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է, հ տարածքային ամբողջականությունը պետք է Ադրբեջանը ճանաչի, սակայն այդպես էլ չի ճանաչում։ Աստորեն, նայեք ինչ կրկնակի հանցագործություն։ Մարդու սեփականությունից զրկել են, հայտարարելով, որ դա Հայաստանը չի։ Տվել են Ադրբեջանին։ Ադրբեջանը դրա դիմաց իրենց ոչ մի բան չի տվել։ Նույնիսկ չէ ճանաչում, որ այն մնացած հատվածը ոչ չի տվել, դա Հայաստանը։ Սա մասին դիմում կա դատախազությունում։ Արուսուն Բաղդասարյանի հետ սա մասին գնացել է դիմում։ Դիմումներ կա նաև դատախազին, որ ի վերջո որտեղով է վերջանում Հայաստանի սահմանները եւ դուք ինչ իրավունքով եք, ինչ որոշման վրա ցույց տվեք հələ որ այդ ո՞ր որոշման վրա եք որոշել, որ այս մարդու սեփականությունը Իրանը չի այլևս։ Ցույց տվեք այդ օրենքը։ Գլխավոր դատախազը լռում է, պատասխան չկա։ Չկա։ Նիկոլն է ասել։ Ասել Նիկոլը փաստորեն համ սահմանադրությունն է, համ օրենքն է։ Ոնց որ ասենք Թրամփը, Աստված է էլի։ Բայց այդ Աստվածը վաղը չի փրկելու ձեզ։ Գլխավոր դատախազ եւ մնացածը։ Ու այս հարցերը կան, թղթի վրա կան։ Հարցադրումները դատարանում են։ Այս ճիվաղը ինչ ուզում է խոսա, այդ հարցերը կան։ Ու դրանից փախնելու տեղ չկա, տարբերակ չկա։ Ադրբեջանի մասով մի բաներ պետք է ասեմ, Մեծ լսենք հրյաներն ինչ են խոստովանում։ Not only Saudi, which other Muslim country is the best friends of Israel? Azerbaijan. Ասում ոչ միայն Սաուդյան Արաբիան, ասեք նրան, որ մահմեդական երկիրն է Իսրայելի ամենալավ ընկերը։ Ադրբեջան. Very good. Right next to Iran. They have Հենց հիմա ասում է Իրանի կողքն է։ a mutual border. All the military of Azerbaijan, it's Israelis. Բա։ Ամբողջ զինվորականությունը ղեկավարությունը իսրայելցի է։ They have airplanes over there, they have bombs there, they have everything. I won't be surprised. Այո, ամեն ինչ իրենց ձեռն ասում է, ռումբեններն ունեն, ամեն ինչ ունեն, ինչո պետք է, պատերազմի համար ընդդեմ են։ Ովքեր են ղեկավարում ադրբեջանական բանակը, այո, իսրայելցիները։ Սա ասում They են։ have nuclear over there. Սա չեմ զարմանում, եթե նույնիսկ միջուկային զենք ունենան ընդդեմ։ In Azerbaijan. Azerbaijan is one city in Israel. Ադրբեջանը ասում են, ոնց որ Իսրայելի քաղաքը։ Ես հիշեցնեմ, որ նոյեմբերին պետք է լիներ աշխարհի բոլոր հայտնի ալբացիկ ռաբիների հավաքը, մի հատ եղավ ամառը, երկրորդը պետք է լիներ նոյեմբերին, բայց ես չտեսա դա եղավ թե չեղավ։ Ուզում ասեմ, Ալիևը ասեն սկուտերի վրա մատուցել է սրանց։ Իր իշխանությունը պահելու դիմաց։
սկուտերի վրա երկիրը մատուցած է։ Եվ սրանք կոտորել են դրանց ձեռքով ադրբեջանցիները մեր յուղերը, մեր զինվորներին, մեր հայերին։ Հիշում եք ֆոսֆորը։ Այ հիմա նույն ֆոսֆորով Լիբանանի վրա են կրակում։ Հեսա զեկույցները կկարդան ձեզ։ Ու մեկ էլ իմանում ենք, որ Հայաստանը մեր քաղաքական ուժը հայտնվել է, որ ասում է դրանցից մեկին կբերենք մեր մոտ, եւ որ Ադրբեջանի զինվորներն են ղեկավարում։ Մեր զինվորներն էլ բան կան։ Մեր հոբը կօգնի մենք բան անենք, հա։ Հա։ Ու մեզ համոզում են, որ Իսրայելը մեզ փորձ ունի, ամենալավն է Իրանը։ Ամենալավը։ Չնայած այն բան չունի, այլ պաշտպանություն չունի, բայց ամենալավն Իրանն է։ Դե տենց է մեզ պետք համոզելը, ու մեզ համոզում են, էլի։ Եվ կլինեն միամիտ մարդիկ, որ կան էլի, նորից եմ ասում, հերիքա մեկը մի բան ասի, վստահ է, որ գոնե իր կրկնողները դա կրկնելու են։ Դե տենց է ստացվում հայկական քաղաքականության մեջ տենց է։ Մակի փորձագետներն էլ դատապարտում են Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները։ Ես այդ դատապարտումներին արդեն առանձնապես տեղ չեմ տալի, հոգնել եմ դրանց դատապարտումները լսելուց նոր բան պետք է լսենք։ Մակը չնայած ինչ անի, բանաձևերն ընդունելը, սրան ռազմական հանցագործ ճանաչելը, մտնում է դատապարտելը։ Այ եթե մակը մի քիչ ուժեղ լիներ, զորք կուղարկել, որովհետև սրանք համ մակի աշխատողներին, համ մակի բժիշկներին, համ լրագրողներին սպանել են ու սպանում են առ այսօր։ Առանց կաշկ թարթելու։ Ինչ ուզում անում է ցեղասպան երկիրը, ինչ ուզում անում է։ Որովհետև sense բան նայեք, հիվանդին նայեք։ Trump has Christ. And presumably there is a resurrection. I thought that was an injured soldier. Well, other people have said something different. What do they think it is? Jeffrey Epstein. Oh, God. It's the resurrection of Jeffrey Epstein. The last thing that Donald Trump possibly needs right. Այս հիվանդը իր արդեն դնում է Հիսուս Քրիստոսի տեղը։ Ու վերակենդանացնում է ում? Ոչ ավել, ոչ պակաս։ Աշխարհի թիմ 1 մանկակերին, մանկասպանին, սատանիստին։ And presumably there is a resurrection. Ես որ ես տեսա, մտածեցի կարող է fake է, ինքը չի արել, իր անունից են արել։ Այսօր ուրիշ նկար ա դրել։ Այսօր ուրիշ նկար ա դրել, ինքն ու Քրիստոսն է։ Գիտեք ինչի, որտեղ էս իր բանն է։ Իր բանը գուրուն է, իր հոգևոր հովիվն է։ Ինքն էլ ասում, չես ան, ինքն ասեց, արա դու Քրիստոսը մեկ եք։ Ինքը լուրջ անցուն է։ Ինքն էլ տենց մենակ էր, իր վրա էին կրակում, իրանն էլ էին հալածում։ Բսե, իր հոգևոր հովիվը սա։ Strike and 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 Սա խփելու մասին է խոսում, հոգևոր հովիվն է։ Trump հոգևոր հովիվն է, ասում է ինչա պետք է։ Strike until you have victory. For every enemy that is aligned against you, let there be that we would strike the ground, for you will give us victory, God. I hear a sound of abundance of rain. I hear a sound of victory. I hear a sound of shouting and singing. I hear a sound of victory. I hear a sound of an abundance of rain. Դրվեցերով պալատը։ Սա Ամերիկայի նախագահի հոգևոր հովիվն է։ Դրա համար էլ իր պացիենտը իրեն դրել է Քրիստոսի տեղ։ Ես մտածեցի, սա երևի բան է, էլի, կայքն են կոտրել բան։ Չէ, սա բավոսալի է, այդ երկրի այդ վիճակներն այդ դին։ Լրիվ Նիկոլն է, ինձ թվում է, սա կոպի անում Նիկոլին։ Նիկոլն էր ասում, չէ, ես եմ որոշում կաթողիկոսնով։ Հաջորդ օրը մենք որ Թրամփն է որոշում, Հռոմի պապը լավն է թե չէ։ Իրան դու չի գալի արդեն իմ ջալոս, գիտեք, հեսա փոխելու են։ Ինքը որոշել է, որ պետք է փոխվի։ Այսօր արդեն Ջեդի Վենսն է դա մասին խոսում։ Հա, Ջեդի Վենսն է դա մասին խոսում, որ պապա ոնց որ թե հակառակ է գնում ուսմունքներին։ Ընդ որում նույնց ովքեր լավ չէ պատկերացնում, ով է պապը, ով է Թրամփը, ուրեմն պապը կաթոլիկների առաջնորդն է։ Թրամփը իր ծնունդով իր բանով բովանդակությունով է պրոտեստանտներ, դրանք բողոքականներն են։ Այսինքն բողոքականը ոչ մի ընդհանուր բան չունի կաթոլիկի հետ։ Դրանք հակառակ ճամբարներն են։ Ոնց որ ես ասեմ Փաշազադեն դու դժի գալի, պիտի փոխեմ։ Այս մոտ էս կարգի բանը։
Բայց ինձ հոգևոր առաջնորդն է սողեման ամեն ինչ հնարավոր է։ I hear a sound of an abundance of rain. I hear a sound of victory. The Lord says it is done. Սա հոգևոր տրանսի մեջ գցելու շիզոֆրենիայի առաջին բաներն է, նշաններն է։ Այն բան կա, չէ, խոսքը ասում է, այնքան են դալբի տանում, այնքան են ասում, իջը մարդու ուղեղը մտնի, այնքան են ասել, սենց, խփի, մտել այլ։ Սա կոչվում է NLP, Neuro Linguistic Programming։ Երբ որ նյարդային հոգեբանական մակարդակի վրա քեզ ծրագրավորում է, մի բան որ շատ ասում են, Նիկոլը ոնց ասում, խաղաղություն բերե, լիքը շատերի վրա դա ազդում ասում, հա, խաղաղություն բերե։ 10 անգամ լսելուց հետո ինքը կրկնում է, որ խաղաղություն բերե։ Սա փորձված բան է։ Այս հրեշն է նույն բանն անում։ Այս իրանցի աղջիկը, այս գեղեցկուհին եւ ոչ միայն սա նույնպես Իրանում դատապարտված են մահվան եւ այսպես կարծեմ 1600 հոգի։ Ես մասին արդեն երկու հոդված հիմա ցույց տվեցի, ես այսօր մի քանիսն տարբեր տեղեր տեսել եմ։ Սա սոսկալի է, որ այնպես է երեխեքին, այս երեխեն ինչ պետք է աներ։ Ես վստահ եմ, որ դեմոնստրանտների մեջ հազարավոր Մոսադի ագենտներ են եղել, որտեղ այս պատերազմից առաջ փորձ արվեց այս Մոսադի ձեռով տապալել այդ ռեժիմը։ Թրամփն ասեց, ես այդ միշին կանգնած եմ, տապալեք ձեր ռեժիմը։ Եվ այս կարգ երեխեք հավատալով դրանց, բլյուս Մոսադը իր ամբողջ ագենտուրայով սարքեցին են ինչ որ սարքեցին։ Այն ինչքան որ սպանվեցին փողոցներում, ես այնտեղ դատավոր չեմ կարող ասել, որն է Մոսադի ագենտ, որն է պատահական զոհ, բայց ես հիմա տեսնում եմ, որ այս երեխեն չի կարող Մոսադի ագենտ լինել։ Այսինքն այս երեխեքին ոնց կարելի է մահապատժի ենթարկել, որ հավատացել է մեկ Թրամփին, երկրորդը հավատացել է, որ ինքը կարող անկախություն ունենա, ազատություն ունենա այդ ձևերով, եւ այս երեխեքի ուզածն ինչ է եղել ընդհանրապես ազատություն։ Ես ինձ եմ ուզում հավատամ, որ Իրանի այսօրվա իշխանությունը համաներում կտա այս երեխեքին, որ ասի գիտեք ինչ, այն հրեշային ռեժիմը, որից ներկայացել է Ամերիկան միշտ Իսրայելի հետ իրաց մեդիաներով, մենք այդ ռեժիմը չենք, մենք մեր երեխեքին չենք սպանում։ Եվ իրանք հագիստ լսարաշք երեխումն են։ Իրանցի է, տիպիկ արիացի է։ Եվ մենք երեխեքին չենք սպանում։ Սա կլինի քաղաքական ատոմային ռումբ, որովհետև ամենաշատ հենց Իսրայելն ու Ամերիկան կուզեն, որ այս երեխեքին սենց մասսայաբար ցուցաբար կախեն։ Իրանք կասեն, տեսա՞ր, որ մենք տեսանք, մենք ում դեմ ենք կռիվ անում։ Ես չգիտեմ, այդ Իրանի դեսպանը կնայի, թե չի նայի, ովքեր հնարավորությունն են։ Քաղաքական իմաստով դուք շախ եւ մատ կանեք Ամերիկային եւ Իսրայելին։ Եթե դուք ուղղակի համաներեք այս երեխեքի գնամ դու։ Եթե ձեր համար այս երեխեքի կյանքը եւ ընդհանրապես մարդու կյանքի իրոք արժեք ունի, դուք պետքա դա կանեք։ Դուք պետքա դա անեք։ Իմ նման մարդկանց համար է դա կարևոր, որտեղ մենք հասկանում ենք ինչ է նշանակում Էփստինի կոալիցիա։ Մենք աջակցում ենք այդ կոալիցիայի դեմ ձեր կռվի պարագայում։ Բայց այս երեխեքին դուք պետք է ազատ արձակեք։ Իրանք երիտասարդ են, պետք է ապրեն։ Իրանք հաստատ Էփստինի կոալիցիայից չեն։ Իրանք ուզածը մի բան է եղել՝ ազատություն, ռեֆորմներ։ Վաղ թե ուշ ես վստահ եմ Իրանում լինելու այդ ռեֆորմները։ Բայց եթե դուք այսօր այս երեխեքին ուղարկեք տուն, դուք աշխարհի աչքին տասնապատիկ բարձրանաք։ Ձեզ սկսել այլ աչքերով նայել, որովհետև ձեզ միջև հիմա նայում են Fox News-ի աչքերով, հրեական պրոպագանդայի աչքերով, որ դուք բոլոր տերորիստ եք, բոլոր մոլա եք, բոլոր տերորիստ եք, ձեր նպատակը երեխա սպանելն է, մարդ սպանելն է, վերջ։ Ես չեմ ասում ամերիկացի եւ հրեա։ Ես հույս ունեմ, որ իրանական իմաստությունը ստեղ կաշխատի։
ու դուք նույնիսկ եմ ասում իմ նմաններին թողեք, կաջակցեք, որ մենք շարունակենք ձեզ աջակցելը։ Սա մեր համար կարևոր է, շատ կարևոր է։ Դոնալդ Թրամփը նույն շիզոֆրենիկ է, հիմա էլ աշխարհից պահանջում է, որ իրան շնորհակալություն հայտնեն, որ ինքը ականազերծում է Հորմուզի նեղուցը։ Ինքը աշխարհը տարել է պատերազմին, երկիները քանդե, տնտեսությունները քանդե, հա, հիմա էլ պահանջում է, որ աշխարհը իրան շնորհակալություն հայտնի։ Ժողովուրդ ջան, սենց է լինում, երբ որ իշխանությունը տալիս են հիվանդների։ Ուղղակի ես չգիտեմ, սա է ավելի հիվանդ թե Նիկոլը։ Ինձ թվում է Թրամփին հանգիստ չի տալի Նիկոլի փառքը։ Լուրջ հանգիստ չի տալիս։ Իսկ Մագան տեսնում է այս ամեն ինչը։ Մագան հասկանում է, որ սա վերջն է։ Եվ պահանջում են այս Թուրքսի Գաբրդից իրենց ամբողջ հետախուզական ընկերություններ չասեմ, մարմինների ղեկավարին, որ բացի վերջականապես այն փաստաթղթերը դնի սեղանի, որտեղ ապացուցվում է վերջնականապես, որ Թրամփը մանկապիրծ սատանիստ հանցագործ է։ Արա ասում է, բացի, որ մենք պրծնենք, դու պրծնես, աշխարհը պրծնես, այս հիվանդ շիզոֆրենիկից։ Բացի այս հոդվածով դատենք գնա իրան, պրծնենք, որովհետև սա բանը ամերիկյան տնտեսության, ամերիկյան քաղաքական դոմինանտության աշխարհի վերջն է։ Որովհետև Ամերիկայից քանդվեց այս դոմինոն, sense domino effect-ը տալու է ծխի ամեն ինչ։ Դա ասում են, արա էլի։ Հիմա տեսնենք Թուրքսի Գաբրդը կլսի Մագային, թե չի։ Վերջը ամերիկան դա Թրամփը չի, դա ինստիտուտներն են, էլի կարան անել։ Տեսնենք։ Դա սա նայեք այս տեսարանը։ Սա այդ բաններն են, հրեաներն են, որոնք ղեկավարում են Ադրբեջանի բանակը։ Այսպես քայլերով, տեսնում եք շարան։ Զինվոր ավտոմատը ձեռը, այսպես իրար հետևից ձեռները հետևին դրած։ Սա արևմտյան ափի պաղեստինցիներն են, այսպես բոլոր երիտասարդներին շղթայած, այրի ոնց էին քշում դեղձոր։ Սրանց քշում են բանտերը։ Դա որտեղ օրենք ուներ իրանք, որ իրանք կարող են նրանց մահապատժի ենթարկել։ Այստենց։ Այդ տարածք իրանց պետք է։ Այսպես տանում է 2 միլիոն մարդ պետք է գնդակարեն սրանց, մի խոսքով։ Ու չմտածեք, սա իրանց համար մեծ խնդիր է։ Իրանք դա չեն կարող անել։ Այս իրանք կրակում են եւ Լիբանանի վրա, եւ բանի վրա, այդ ֆոսֆորային զենքերով։ Կրակում են, որ մեծ, փոքր Մահանա ինչ Հեզբոլլա, ինչ բան։ Այսպես տանում են բոլորը գնդակարում։ Դուք տարբերություն տենում եք սրանց ու բաների մեջ։ Ես չեմ տեսնում։ Израиль – это новый Третий Рейх, и его флаг должен выглядеть именно так. Атаки Израиля на Ближнем Востоке уже ощущаются поляками через цены на топливо. Но как они ощущаются детьми, которых погибло в десятки раз больше, чем за всю войну в Украине? Այս ընթացքում քան ամբողջ 4 տարվա մեջ պատերազմում Ուկրաինայում։ Բայց Ուկրաինայի պատերազմը բոլորի աչքի առաջ է, այդ երեխեքի սպանդը, որտեղ 10 անգամ ավելի շատ երեխա է սպանվել։ Դրություն է։ Հա, դատանը ճանաչել է Նետանյահուին, անշուշտ բան, հանցագործ։ Բայց ուր են երկրները, որոնք հիմա սնում են, զինում են Ուկրաինայի, որ ինքը պաշտպանվի, պաղեստինցիները անպաշտպան են։ Այսինքն իրենց դրած շարքով զենվորներ տանում են գնդակարելը, ոնց որ մեզ են արել 15 թվականին։ Նույն ձեռագրով, մեզ են այն ժամանակ են սրանք նույն կազմակերպիչներն եղան, նույնիսկ եմ կրկնում, երիկ թուրքերը, Սալոնիկից բերված, այնտեղ ամեն ինչը նախապատրաստած եւ Աբդուլհամիդի սպանությունն ու գահընկեցությունը, ամեն ինչ ընդ է պլանավորված, եկել են այս ամեն ինչը իրականացնելու, սրանք հարուստ փորձ ունեն։ Հարուստ ու առանց աչքը թարթելու, որտեղ իրենց համար թուրք լինի, արաբ լինի, հայ լինի, մեկը նույն աղբն է, նույն գոյն է իրենց համար։ Եվ սա այ բանի Լեհաստանի պարլամենտում է,
որտեղ, այո, հрьяաներին համարում են նացիստների հետ։ Նույն նացիստներն են։ А вот так используются запрещенные фосфорные бомбы, которые выжигают кислород из воздуха и вызывают смерть от удушья. Дым от этих бомб попадает в легкие и сжигает их изнутри. Люди задыхаются и одновременно сгорают изнутри. Այսպես նույն բանը, նույն զենքերը օգտագործել են Արցախում մեր նկատմամբ։ Դե հիմա ասեք, ով է ստվել այդ զենքը։ Ուկրաինան չուներ, չասեք Ուկրաինան։ Ուկրաինան չունեց այդ զենքից։ Այդ զենքից ունեցել Ռուսաստանը եւ Իսրայելը։ Десятки тысяч женщин и детей. Но если ребенку повезло не задохнуться, белый фосфор прилипает к щеке или руке и прожигает ткани до самой кости. Его невозможно потушить, поэтому щеку вырезают, руку ампутируют. Израиль совершает геноцид у нас на глазах с особой жестокостью. 60 to 70 Palestinians that the IDF found hiding in the back of a garbage truck at a West Bank checkpoint. According to reports, this happened on Monday, April 13th. Ապրիլի 15-ին աղբի մեքենայի մեջ Պաղեստինից դեպի Իսրայել այդ առանձնացած սահմանին բռնում են այդ աղբի մեքենան բացում են 60-70 հոգի պաղեստինցի մեջը իրենք թագուն օտենց ուզում էին գային Իսրայել աշխատելու աշխատանք գտնելու որ կարողանան իրենց սոված երեխեքին կերակրեն բռնել են մեզ 60-70 հոգի աղբատալով են գալիս որ սովամաս չնեն համաձայն են աղբատալով գան չեն փողոց մաքրեն ինչ անեն որ մի կտոր մի քանի կոպեկ աշխատեն որ կարողանան իրենց երեխեքին ինձնել դրանց են կերակրեն դրանց են բռնեցին ամեն բան Ինը մեր հետ է եղել Վերջում Ժորժ ջան, քանի որ շատ խոսացինք է սրանցից, չեմ ուզում սանով ավարտենք մենք մեր հաղորդումը։ Ուզում եմ վերադառնանք մեզ, մեր խնդիրներին, չնայած ինչ որ մենք խոսում ենք, այդ ամեն ինչը կարևոր է։ Մենք ընտրություն ենք անում ամեն օր, մեր վարքագծով, մեր պահվածքով եւ ապրելը շատ հեշտանում է, երբ որ մնում ես դու քո հետ։ Մարդվեն ասում է ճիշտը խոսալու համար շատ բան պետք չի հիշել, իրոք։ Ճիշտ ապրելու համար շատ փնտրտուքներ պետք չի։ Պետք է հիշել ուղղակի դու ով ես, հավատալի մնալ քո արժեքներին ու չշեղվել։ Եթե նույնիսկ աշխարհը մեծ գայթակղությունը գալիս է, եւ դու պետք է շեղվես քո ճանապարհից, հիշիր։ Կարող է ճանապարհը լավը լինի, բայց դա լինելու է շատ կարճ, ավարտվելու է շատ վատ, որովհետեւ դու շեղվում ես ամենակարևոր օրենքից, բնությունից, քո բնությունից։ Ոչ մեկ դեռ ուրիշի բնությունով չի կարողացել երջանիկ ապրել։ Դա հնարավոր չի։ Դու չես կարող քո բնությունից հեռու երջանիկ ապրել, ենել երկար։ Ամեն ինչ բերում դնում է քեզ բնությունն ապրես, ասես բերում բալանսի ադեմ։ Երանի նրանց, ովքեր կարողանում են այդ բալանսի մեջ ապրել։ Իսկ այդ բալանսը հիշեցնելու համար մեզ բոլորիս ես ուզում եմ հաղորդումը այս տողերով Գևորգ Էմինի տողերով ավարտել։ Որ մեզ հիշացնի ամեն ինչ մեր մասին։ Ու հենց զգանք մենք ով ենք։ Ոչ մի բան վտանգավոր եւ դժվար չի երևաշներից, անհնարին չի երևաշներից։ Կգանք մենք մեր բալանսի մեջ, կվերադառնանք ինքներս մեզ։ Լսենք Գևորգ Էմինին։ Դու ծանոթ ես աշնակ գյուղին, ուր ծիրանն է հասնում գյուղին, ուր կդինչին եք հացրանում, ուր հոտը սարն է բարձրանում, ուր փեշի տակարագացի տան գտուրին նստած հացի ձեն են տալիս իրար հերթով և գյուղամեջ գալիս խմբով, աղջիկները կարմիր հագած, տղաները փուշի կապած, երբ զուռնան իր ձայնը զրում, դափի վերնից խոսքը խլում աշնակ գյուղից հյուր են կանչում, շղարշիկին, վակչում, կատնախկյուրին, դավթաշենին, իրինդին ու սասնաշենին, դհերիք է հնձեք վարեք, հեգեք սասնո, պարը պարենք,
Թող Սասունն իր պարը բարի, բայց դու դեռ մի ծափահարի։ Այլ հասկացիր, թե այս պարով, մեր թանդոկից գրող տալով, մեկ գաղթելով, սարուքարով, մեկ խնդալով ու դասլալով, Սասունը քեզ ինչ է ասում։ Թե վախ աշնակ տեսած լավո, թե տեսնեիր մի օր Սասուն։ Սասնա սարեր մեջ ամպերուն, սասնա ծորեր մեջ վիհերուն, ամեն քարին իվանք ու վերդ, ամեն ջրին ջացի հերդ, ամեն քարի ջուր էր գալիս, աչքն ուր թեքվել դուր էր գալիս, երգնուտ իջնում էր մանանա, ինչ մանանա լավ մանա, որ Սասունցի հարս ու աղջիկ դաշտ իջնեին, խունջիկ, մունջիկ, գասպայի տեղնաս քաղեին, Հոտաղ տղի սիրդաղեին, հորարտի մոտ արդվարեին, մի նոր կողտրիկ ավելանար, մի խորոդիկ հարս մայրանար, նորորորոց գնալու գար, բարին տևեր, չարը չգար, հեյվախ սասնա զմրուղտ սարեր, հեյվախ սասնա քաղցրիկ ձորեր, զուրնեն է սորդ է նվագերեգող ամրան կարձական կեր սասնամեն թուփ ու քարից, ու թե դեր թհորն է սոր թնդար, ժեր քարերանդոք սարի ծածկիչներին գլոր, գլոր, բարին տևեր, չարը չգար, բայց թե լինես միայն մի բուր, դու սիրտ լինես չորս կողմը չար, աղոտ կանես թե խաչամփյուր, չարի ձեռքից պրծում չկար, և դեր գաթեք թորիր նիկախ, և դեր հարպած պեսա աներ, մինչև մերիգն ասեր է յոաղ, պեսան գոմից վերդան հաներ, զուրնեն չոլում ընգած մնաց, դապը գլոր գնաց, և ողջ էր սարեն ընգած գերանդու տեղ բերդան գրգած, մեկ ապրելով, տաս մեռնելով, մեկ զարգելով, տաս զարգվելով, թող ինչ սասնա զմրուղտ սարեր, Դավթի ճաղաչ ու իր քարեր, էգան ռսի հողը հասան, բայց էստեղ էր կռիվ տեսան ավերու կոտորած և ինչ մնաց, մի սասնաշեն, մի բազմաբերդ ու դավթաշեն, մի կատնախյուր ու աղաքչի, մի խեղճի լինդ ու սղարշիկ ու մի աշնակ չոլում կորած, հեյվախ մշո, սրսուր հողեր, Դե քարմաղի որ հող դառնա, հեյվախ սասնա զուլա ջրեր, դե ձուն հալի, որ ջուր դառնա, հեյ աշնագա չոլու ղրեր, աշնագ ինչպես սասուն դառնա։ Եկան դրին քարը քարին, դուշման եկավ խառնեց իրար, ողջում էր հել ջոգարին, դուշման եկավ խառնեց իրար, մինչև այրունը թանձրացավ, երկնի կապույտին միացավ, ծիրանենին հասունացավ ու երագույն դրոշ դարձավ, մինչև նորից դաշտ գնացին հարս ու աղջիկ ու աղցան ու սիբեղ քավեն, հոտաղ տղի սիրտը դաղեն, հորարտի մոտ նոր արդվարեն, արդիկ տուվից նոր պաչ շարեն, մի նոր թոնդրի ծուխ բարձրանա, նոր օրորոց գնա ու գա բարին տևի չարը չգա, և երբ տեսան, էլ վարոդի հոտ չի գալիս, և երբ տեսան էլ շան որդին մոտ չի գալիս, և երբ տեսան էլ չի թապվում հողին արյուն, և երբ տեսան եկավ աշուն, եկավ գարուն, առանց ահի կոտորացի, բաց արեցին սուպրենացի, և արագած լրան գոքին զարդնես կրգին սասնավոտին ու սասունը նորից պարեց, վատքը զարգեց ձերքով արեց, ու նույն զուրներ, որ ինչում էր հինտան բագում, հնչեցիմ ամեն գյուղում ու քաղաքում, իսկ դհոլը, որ քարեր էր փողում սարից, ծափեր փոգեց ողջ աշխարից, պարեց սասունն ու ողջ աշխարհը իմացավ, պարեց սասունն ու ողջ աշխարհն հասկացավ, որ պար չէ սա, և չի հաղթի ոչինչ այս հին ժողովրդին, որ այս կամքով ու այս ձիրքով պարել գիտի, հասկացան մասին իր ողջ աշխարհի, հավալ է քեզ, Սասուն պարիր, պարիր դեր դու մուրազ ունես կատմությունից դեր հառնելու, վրեժ ունես պատմությունից դեր հառնելու, պարիր գասպան դեր քո ձեռքին է սպասում սասնահողը, վար ու հերկի է սպասում, պարիր մինչև ողջ հայրին դու ամբարես, և այս պարը մասիս լերան, լանջի
Այսօր մանես կան։ Լավ,